Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Օբամա-Պուտին ֆինանսական տաքացող հակամարտությունը հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ևս մեկ անգամ շնորհավորական ուղերձ է հղում 300 գրամանոց հացի 300 դրամ արժեքային պատկերով։ Ասում ենք հացի, որովհետև մերոնք հացով ժողովուրդ են, սոված մնալ չեն կարող, մանավանդ փայտե այծեր են գալիս և նրանց հարկավոր է ճոխ դիմավորել, ինչ փույթ թե դոլարի այծերը եկել են։ Թանկացել են առաջին օգտագործման գրեթե բոլոր ապրանքները, սուրճի ու աղանդերի սեղանն էլ հյուրասեր հայերի համար ոսկու գին է արժենալու։ Վանաձորցիները բարկանալը բարկացել են, զարմանալը զարմացել, շփոթված են ու մոլորված։ Անամոթաբար դարձել 300 դրամ թավը տալեմ, որ կես կիլո հաց չկա։ Ժամանակին ես հիշում եմ, որ ասում են պիտի հացի կիլոն դառնա $1, ես դա հիշում եմ, որ պիտի ասես դառնա, ալիտես կես կիլո հացն է դառել $1։ Սա ինչ խայտառակություն է, սա ինչ երկիր է, սա ինչ կառավարություն է, սա ինչ պետություն է չեմ հասկանում, սա ինչ դառավ չգիտեմ։ Հաց եք առնել այսօր։ Չէ, արդեն էլ չեն կարողանում։ Բայց 300 դրամ է դառել 500 գրամանոց հացը, ինչ է։ Մեր շոկովալուրն է դառել է 18000։ Ավոր մեկը չի թանկացել, պեսոկը 26 է դառել։ 15000-ը 26 է դառել։ Ամեն ինչն է թանկացել, ինչի թանկացել։ Մենակ մարդն է ժանացել, մնում է ռադանեն պրտնեն։ Չէ նոր իմացա, որ տես բանալ է, խանութ չեմ մտել։ Վերջը նա, որ պետք է սա Հայաստանը բանը ռուսական բազա դարձնեն, մարդ չմնա, ույժ ոչի բան։ Ճանապարհները բացում են Հայաստանը դատարկելու համար։ Այսօր 30000 դրամ եմ ստանում, այս միլիարդին էլ թնգացրին, ինչ անեմ ես, իմ 30000 դրամով պարգամ թե երկեմ։ Մյուրը 100 դրամ հացի միջին, մի կոսոտ 200 գրամանոց հացի միջին 100 դրամ փող են դրել։ Թող ինձ ուզում են ասել, ինձ ոնց ծեծելու են, ոնց բան տանելու, բայց այս կառավարություն չի, այս ելած ապրանքը չէ մնել ես ուղտը ստացած պահեստները մնա, թող է ծախեին, պրծնեին, նոր ես մեզ թանկությունը դնեին։ Ղեկավար չկա, ինչ թանկացումների մասին է խոսում։ Մարդիկ ծովա ծառավ թափառում են առանց աշխատանք, առանց բանի, չի կարելի մարդկանց ներմանացնել։ Ինչի մասն է խոսքը, ամոթ էլի, ամոթ է։ Առավոտը ժամ 8-ից ես իմացել եմ ու շատ ցավ ապրելով եկել եմ աշխատանքի, հիմա էլ տուն գնալս չի գալու։ Հաց չեմ առել։ Ամեն ինչն է թանկացել, ոչ միայն հացը։ Հայաստանն էլի ով է հասկանում։ Լավ չի էլի, լավ չեն ղեկավարում մեր ղեկավարները։ Ու որ ձեռնտու չեն նայել, թող չլինի հոգին ազատվի էլի։ Օրորի ավելի է թանկանում, չգիտեմ ոնց պետք է եղնի մեր դրությունը։ Մենք ինչ կարանք անենք, ամեն ինչը վերևից է գալիս։ Այսօր չեն գնե, բայց հացը շատ թանկացել է, անկախ իր չափից, կշռից, հաշիվ չի։ Ուրեմն էլի է թանկացել։ Այո, 300 դրամ է։ Գազը թանկացել է դա։ Գազը կապ չունի։ Հացնել ուտքան է դարել։ Ժողովուրդը ոնց է ապրի։ Թանկացնում։ Ախպեր ջան։ Ժողովուրդ ապրում, մեռնում է ժողովուրդը։ Դրա համար բոլորը թողնում հեռանում։ Հարցրեք վերխին, որ ամեն ինչ բերողը նրանք են։ 1000 տոննաներով զապաս ունեն, այսօր թանկացնում են։ Ու ոչ մեկը չի ասում, դրա մասին չի խոսում։ Այս ժողովուրդը մեղք են։ Դրանց հարկավոր է ազգային ժողովի դեպուտատներին, վերխուշկին, բոլորին արգելել բիզնեսով զբաղվել է եւ իրանք եւ ընտանիքի անդամները։ Ընդհանուր թանկացումները ընդհանրապես խայտառակությունն է, որովհետեւ առաջ դոլար եղել է 600, ապրանք եղել է ավելի էժան։ Դոլարը իջավ 350-360, ապրանքը թանկացավ։ Նորից դոլարը բարձրացին, կրկնակի թանկացավ։ Իսկ դեղորայքը հիմնական ֆիրմաները թանկացրել են, բայց մեր մոտ քանի որ հին ապրանքն է նույն գներով ավաճառում։ Որ թանկացել է, ինչ կարանք անենք։ Բայց ոնց եք պատկերացնում։ Շատ ծանր։ Առաջին անհրաժեշտության ապրանքները։ Շատ ծանր է, ինչ անենք, ասեք։ Դուք ինչ եք անի։ Երկրին տերելի որ թանկացում չլի, սենց վիճակը չստեղծվի։ Թե վերևները միջ խաղին խաղում, դա ես չեմ կարող ասել։ Դա կենտրոնական բանկը պետք է պատասխանի ձեր հարցին։ Այս հասարակ ժողովուրդը չի կարող պատասխանի։ Բոլորն էլ մտահոգված են, որ չեն կարողանում գոյատևեն։ Այս ինչ է գյուղնախարարը, սաղել է տարավարտասաման Վրաստան ծախեց, կարտոշկը լստի թանկացրին։ Մեզ այդ
կսես կողել են ցեխն ու մնում որ ոտներները դնել են ցեխի մեջ տարօրինու պրսնել։ Մենակ գլխաներից տալիս են վեկցել։ Ես տան հարկ տամ, լսի փող տամ, գազի փող տամ, որ մի բան անեմ, ինչով անեմ։ Այն բամեծ ընտանիքները, որ մանդ երեխա ունի կոնֆետ ուզում այսօր եկուզ նոր տարիա, նա կոնֆետ չի կարամ առնի, բա ինչ է այդ երեխան։ Եվ իրանք էլ ամեն օր տելևիզորով ասում աղքատությունը կրճատում է, այ մի կրճատեց, այ կրճատեց այդ աղքատները ղրգիլտի մեռնատունը ընդով կկրճատվեն, կհապնեն։ Տնտեսագետների աչքն էլ, ինչպես ասում են, խաղում է, թանկացումները դեռ կշարունակվեն, դրական առաջընթաց ակնկալել պետք չէ։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։